Ոչ մի դեպքում չենք տխրում, երբ ջրիկ կավը վերջանում է, այլ սկսում ենք նորը պատրաստել։ Շատ բարակ գրտնակում ենք այն կավը, որը օգտագործելու ենք, բարակ, որպեսզի ինքը շուտ չորանա արևի տակ, ահա գնացին արևի թերապիա ընդունելու եւ միաժամանակ գիպսի կաղապարներ ենք դնում արևի տակ, ահա եւ չրերը, բարև Սոնյա, հետո չորանալուց հետո մանրացնում ենք լավ, որ ավելի հեշտ ջրի հետ լուծվեն, լցնում ենք այն տարայի մեջ, որտեղ որ պետքա պահվի ջրիկ կավը, նույն ռուսերեն շլիկեր կամ անգլերեն slip, ամբողջ լցնում ենք ջրով, որ շատ թանձր չլինի։ Հետո այս կավի թանձրուկին ավելացնում ենք ջրի կապակի, որը որ օգտագործում է ինչպես շինարարության մեջ, այնպես էլ կավագործության մեջ։ Այն այս этаպում օգնում է, որ կավը միահամուր դառնա ու մանրամասնիկները հեշտությամբ ծուվեն զանգվածի հետ։ Սա ոչ մի դեպքում ջրգրիչ շլիկերը բաղադրատոմս չի, այլ ընթացքի նկարագրություն է։ Շնորհակալություն, հաջողություն։